Մի երկու շաբաթ առաջ հավատացյալներից մեկը եկավ, ասեց Սուրբուս բատյուշկա եկել եկեղեցու մեջ։ Մտավ Թեյվանքի Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցի, տեսա բատյուշկային, բարևեցի, ձայնը շատ զիլ էր և բարձրաձայն էր խոսում, այդպես խոսում է հետս, բարձրաձայն, ասում է, հա, իկոնաներ չկան, ասում եմ կան, տեսնում եք, մեկ, երկու, հա, ասում է, գիտեմ, ես աստվածաբանական ֆակուլտետ եմ սովորել, ասում է, գիտեմ, որ դուք հայ հերետիկոս եք, մոնոֆիզիտ եք, ու գորգորում է եկեղեցու մեջ այդպես բարձրաձայն, շատ բարձր խոսում է, սիրով, ասի գնանք նստենք զրուցենք, բատյուշկա ջան, նամը չենք մենք մոնոֆիզիտ, ասեց ինձ կոֆե կտաս, ասի կտամ, ինչ չեմ տա, հաց էլ կտամ, եկանք նստեցինք, ճաշը լցրեցի, պատրաստեցի ամեն ինչ, զրուցում ենք, այդպես հոգևոր աստվածաբանական դավանաբանական հարցերի շուրջ։ Ինձ հարց է տալիս, ասում է, հիմա խաչի վրա մարդը խաչվեց, մարդը չարչարվեց, թե Աստված չարչարվեց։ Ես ասացի, մենք չենք բաժանում աստվածությունը մարդկությունից, աստվածամարդը չարչարվեց։ Հիսուս Քրիստոս Աստված և մարդ աստվածամարդը չարչարվեց, այլապես մենք չենք կարող փրկվել։ Հա, ասում է, ուրեմն դուք աստվածաչարչար եք։ Ասացի, չէ, մենք աստվածաչարչար չենք, որտեվ եթե աստվածամարդը չչարչարվեր, ապա մենք չենք փրկվի, ինչպես Քրիստոսից առաջ բազմաթիվ մարդիկ չարչարվեցին, բայց մարդկությանը փրկություն չեղավ, այլ Հիսուս Քրիստոսով աստվածամարդով փրկություն եղավ։ Ասեցի, ես էլ մի բան քեզ հարցնեմ։ Եթե Քրիստոսի մեջ երկու բնություն եք դուք դավանում, ապա Սուրբ Երրորդության մեջ քանի բնություն է լինում։ Ինքը խառնվեց իրար, չկարողացավ պատասխանել 3, ասեց, այստեղ արդեն լուրջ սխալ դու ցույց տվեցիր։ Մենք 3 բնություն չենք դավանում Սուրբ Երրորդության մեջ։ Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված, բայց 3 աստվածներ չէ։ 3 անձ և 1 բնություն, 1 աստվածություն, Սուրբ Երրորդություն։ Եվ հասկացա, որ ինքը արդեն չի ուզում դավանաբանական վեճեր ասի, որովհետև իրապես չկարողացավ պատասխանել և մեկ ուրիշ բան էլ հասկացա, որ իրենից չէր, դա ինքը իրենք այդպես իրենց աստվածաբանական ֆակուլտետներում սովորել են։ Ասացի, ես էլ աստվածաբանական ֆակուլտետում եմ սովորել, Մարիաթոր Սուրբ Էջմիածնում և վարդապետ եմ։ 25 տարի եմ Սուրբ Գրիգոր Տաթևացի եմ ուսումնասիրում։ Ասում է, ինչու դու եկեղեցու Սուրբ Հայրերի, ասում մենք եկեղեցու 12 տիեզերալով վարդապետներին ընդունում ենք և Սուրբ Գրիգոր Տաթևացին ուրիշ բան չի ասում, եթե ոչ այդ տիեզերալով վարդապետների համակարգումը։ Ինչպես ենք մենք ընդունում Սուրբ Գրիգոր Տաթևացին հայ եկեղեցու դավանանքի կարճ բանաձև ունի և հենց այդ պահերի մասին շատ գեղեցիկ խոսում է և ասում, որ Քրիստոս խաչի վրա էր մարմնով անբաժանելի աստվածությամբ, խաչվեց մեռավ անբաժանելի աստվածությամբ մարմնով, հոգով իջավ դժոխք միավորյալ աստվածությամբ, մարմինը դրվեց գերեզման անբաժանելի աստվածությամբ։ Այսինքն հայ եկեղեցու դավանանքը երբեք աստվածությունը մարդեղությունից չի բաժանում, անշփոթ, անխառն միություն։ Աստվածությունը ամենուրեք կա, ներկա է, թե խաչի վրա, թե մարմնով գերեզմանի մեջ, թե հոգով դժոխքում։ Մենք երբեք չենք բաժանում աստվածությունը մարդեղությունից Քրիստոսի, որպեսզի մեր փրկությունը չվտանգվի, այլապես վտանգված է մեր փրկությունը, եթե աստվածամարդը չխարչվեց, ապա մենք չենք կարող փրկվել։ Եվ այդպես ավելի ջերմացավ մթնոլորտը, մենք միասին հացի շուրջ
զրուցեցինք, ավելի ինքը բացվեց, ինքը շարունակում է, երևի այդ մարդու ձայնը բարձր էր, զորեղ էր, որքան գեղն էր, ես էլ մեղմ եմ, գեղեցիկ հանգիստ խոսում եմ, և միշտ ժպտում եմ, ասում եմ, ինչու ես ժպտում, որտեղ ճշմարտությունը ինքը ապացուցման կարիք չունի, ճշմարտությունը վեր է ամեն տեսակի խոսքերից և հայ եկեղեցու սրբությունները, հնությունները, մեր խաչքարերը վկայում են ու աղաղակում են, որ անաղարտ, մաքուր, սուրբ և ուղղափառ է հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Ասում եմ, բա դուք ինչու սրբապատկերները չեք ընդունում, ասի ով ասում մենք չենք ընդունում, լավ էլ ընդունում ենք մենք սրբապատկերները, ուրիշ բան, որ ձեր տիեզերաժողովներին չենք մասնակցել, բայց պատկերահարգ ենք մենք, ոչ պատկերամարդ ենք և ոչ էլ պատկերապաշտ ենք, այլ պատկերահարգ ենք, որոշակի տեղ նշանակություն ենք տալիս սրբապատկերներին և նրանց գործածությանը, բայց ոչ ավելին։ Եվ հավատացյալ ուխտավորների հետ էր եկել այս մարդը, ինչպես կոպիտ ու բարձր ձայնով ինձ հետ էր խոսում, նույն ձևով էլ իր հավատացյալների հետ էր խոսում, երևի ավելի կոպիտ։ Մեկ էլ հասկացա, որ ինքը չկարողացավ ինձ համոզել, կարծեմ թե ինքը ավելի համոզվեց, որ իրապես հերետիկոս չէ հայոց եկեղեցին, անաղարտ սուրբ է, և այդ կանանց կանչեց, ասաց եկեք սուրբ մարդա, օրհնություն աղոթքը ստացեք, և որ ձեռքս ձերից ես կանանց հաղորդեցի, իրենք խոնարհվում էին, իմ փեշերն էին համբուրում, ուրախացան, երջանկացան, որ բարի քաղցր վերաբերմունք տեսա։ Եվ այդպես կարծեմ, թե արդեն հաշտ ու համերաշխ իրար հաջող արեցինք, և հաստատ իր կարծիքը փոխվեց հայոց եկեղեցու հանդեպ, և ասեմ, այս դեպքը երևի եզակին էր, որտեղ ռուս հոգևորականներ շատ են եկել Տաթևի վանք, բոլորը այդպես նորմալ վերաբերմունք են ցուցաբերել Տաթևի վանքի սրբությունը և ընդհանրապես հայոց եկեղեցու հանդեպ, ոմանք ջերմ են եղել, ոմանք հարգանքով, բայց այս դեպքը ավելի արտառոցել, բայց լավ էր, որ եղա, և ինչու եմ այս դեպքը ուզում անպայման այսպես երարձակել, որ բոլոր հայ եկեղեցու զավակները, հատկապես Ռուսաստանում և ուղղափառ երկրներում ապրող քրիստոնյաները վստահաբար առանց տատանվելու քաջությամբ կարող դավանեք ձեր սուրբ եկեղեցին, երբեք մի ամաչեք, երբեք մի վախեցեք, մեր եկեղեցու դավանանքը ուղղափառ ու սուրբ է, մեր եկեղեցին միշտ էլ իր հավատքի համար արյուն է հեղել, այն ժամանակ երբ Քաղկեդոնա ժողովը բնությունների հարց էր քննում, հայոց եկեղեցին ոչ մի հարցեր չէր քննում, այլ իր արյունն իր հավատքի համար էր հեղում։ Մենք մեկ արյամբ էինք վկայում մեր հավատքը և ոչ թե ժողովներ գումարելով։ Ամեն։